Մերձավոր արևելքում ամենից վտանգավոր սցենարը իրականություն դառնալու ճանապարհին է։ Աննախադեպ են Իրանի դեմ հարվածներն իրենց ծավալներով ու կազմակերպվածությամբ։ Ըստ մասնագետների տարածաշրջանը մտնում է լայնածավալ պատերազմի փուլ։ Այս կոնֆլիկտը կարող է տարածվել Իրաք, կարող է տարածվել Աֆղանստան, կարող է տարածվել Սիրիա եւ այլն։ Սա կարող է բերել մեծ անկայունության եւ տնտեսական ճգնաժամի։ Վաշինգտոնը հայտարարում է գործողությունների նպատակը Իրանի ռազմական կարողությունների սահմանափակումն է, մինչդեռ Թեհրանը տեղի ունեցածը որակում է բաց պատերազմ եւ արդեն անցել է պատասխան գործողությունների։ Իսլամական պետությունը հարվածներ է հասցրել տարածաշրջանի այն երկրներին, որտեղ կա ամերիկյան ռազմաբազա։ Պատասխան գործողությունների շրջանակում ընդգրկելու է տարածաշրջանի այն երկրները, որտեղից Միացյալ Նահանգները կամ Իսրայելը Իրանի դեմ կոնկրետ գործողություններ կիրականացնեն։ Հիմա այդ գործողությունների շրջանակը կարծես թե նշված այն երկրներն են, որ Իրանը պատասխան գործողությունը իրականացրել է։ Իսկ թե հետագայում ինչ այլ երկրներ կներգրավեն, ապա այդ մասով նույնպես կարծում եմ Իրանի պատասխան գործողությունը կընդգրկի նաև այդ երկրները։ Իրանն արդեն հայտարարել է տարածաշրջանում կա պետություն, որն օգնել է Իսրայելին հետախուզության գործում։ Իսլամական պետությունը չի հստակեցրել, որ պետության մասին է խոսքը, բայց նշել է, Իրանը համապատասխան հարվածն անպայման հասցնելու է։ Կան տեղեկություններ, որ Իրանի հրթիռային պատասխան գործողության ընթացքում դրանց հայտնաբերման գործում տարածաշրջանի երկրներից մեկը առանց այդ երկրի անուն նշելու աջակցել է Իսրայելին հոբ գործողությունների հակաօգնի պաշտպանության գործողություններում։ Թուրքիան ու Ադրբեջանն էլ ուշադիր հետևում են զարգացումներին, այս երկրների ոչ ղեկավարները, ոչ էլ արտաքին գործերի նախարարները որևէ բառ չեն ասել հակամարտության մասին, նույնիսկ չկան զսպվածության կոչեր։ Մինչդեռ թուրքագետը կռահում է, թուրքական պետությունն անպայման օգտվելու է ստեղծված վիճակից։ Թուրքիան այս անգամ առանց մեծ աղմուկի ըստ էության արդեն իր այդ չեզոքությունը, որ անցյալ անգամ փորձում էր պահել, դրանից հրաժարվում է եւ ամերիկացիների այսպես ծրագրերի մեջ է իր տեղը փորձում գտնել։ Իրանի ներգրավմամբ լայնամասշտաբ պատերազմը փոխում է նաև հարավային Կովկասի ռազմաքաղաքական հավասարակշռությունը։ Այս պայմաններում Հայաստանը հայտնվում է գերտերությունների շահերի հատման կետում։ Կստացվի Հայաստանի մոտ պահպանել անվտանգությունը առանց հակամարտության մեջ ներքաշվելու։ Ըստ Արտուր Խաչիկյանի, հարևան պետությունում լայնածավալ պատերազմի ֆոնին նարդի խաղացող ու սուրճի սարքի մոտ հրճվող ղեկավարը իզորու չէ դիմակայել հնարավոր վտանգին։ Իրեն պետք է համոզել, որ նա ոչինչ չանի, ոչինչ չասի եւ չզբաղվի ընդհանրապես ոչինչով, որ ավելի մեծ վնաս մեզ չտա։ Եթե մենք ունենայինք նորմալ կառավարություն, մենք արդեն վաղուց պայմանավորություն կունենայինք արևմուտքի երկրների հետ, Միացյալ Նահանգների հետ, մեր շատ սիրելի Ֆրանսիայի հետ, որ այս վիճակում նրանք թույլ չեն տա, որ Հայաստանի դեմ ագրեսիա գործեին այս պետությունները։ Այստեղ մի քանի հնարավորություն կա։ Առաջինը դա փախստականների մուտքն է Հայաստան Իրանից, երկրորդը դա այն է, որ փախստականները կհոսեն Ադրբեջան եւ այնտեղից Ալիևը արդեն կարող է ասել, որ նրանք պետք է վերադառնան արևմտյան Ադրբեջան, այսինքն Հայաստան, եւ այդ փախստականները գան արդեն Սյունիք։ Եվ երրորդ հնարավորությունը, որ Թուրքիան եւ Ադրբեջանը այս փախստականների հետևից կգան եւ այսպես կոչված անվտանգության գոտի կստեղծեն Հայաստանի տարածքում։ Ու մինչ փորձագետները վերլուծում են տարածաշրջանի գլխին կախված վտանգները, Հայաստանի քաղաքական ղեկավարությունը շրջում է Հայաստանի բնակավայրերում ու նարդի խաղում Բաքի պապիկների հետ։ Սեդա Մակարյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։